Մեր քաղաքական, աշխարհաքաղաքական, դիվանագիտական հայեցակարգը հիմնված է եղել այն բանի վրա, որ մենք մեր հարևանների հետ խոսել ենք երրորդ երկրի միջոցով, երբ որ ինչ-որ մի պետության բանա պետք եղել Հայաստանի հետ կապված, ինքը այնտեղ Երևան չեն զանգել, ուրիշ երկիր են զանգել, ուրիշ մայրաքաղաք են զանգել։ Հիմա, երբ որ ինչ-որ մեկին բանա պետք, զանգում են Երևան։ Ընդ որում, որևէ մեկը չի ասել, որ այդ հարաբերությունները հեշտ են, եւ մենք, երբ որ խոսում ենք մեր հարևանների հետ, միշտ այդ խոսակցությունը հեշտ է լինելու, բայց խոսակցությունը պետք է այն բանի համար, հենց այն բանի համար առաջին հերթին, որ այդ խոսակցության մեջ կան դժվարություններ, որովհետեւ եթե դժվարություններ չկան, խոսակցության կարիք էլ չկա, ուրեմն ամեն ինչ լավ է, բոլորս երջանիկ ենք։ Եվ այն մարդիկ, ովքեր որ անընդհատ այսպես բայղուշություն են տարածում, որ ահա ոնց կարելի է գնալ Թուրքիա, ոնց կարելի է Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսել եւ այլն, իրենք ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը որպես պետություն անընդհատ կախված լինի երրորդ միջնորդից, որպեսզի անպայման Հայաստանը ուրիշի միջոցով խոսի իր հարևանների հետ, Հայաստանը չկարողանա զարգացնել սեփական կարողությունները, հարաբերություններ կառուցելու սեփական հարևանների հետ եւ մտնելու այդ թվում դժվար խոսակցությունների մեջ։ Եվ սա Հայաստանը անընդհատ զարգացման ցածր մակարդակի վրա պահելու քաղաքականություն է։